ERT-ի եթերում հարգելի հեռուստադիտողներ, վերլուծությունների ժամանակն է եւ մեր տաղավարում է արդեն Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի թե անդրադառնանք Ուկրաինային վերաբերող թեմային, որովհետև այսօր նախագահ Թրամփը հայտարարեց, կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը լավ է ընթանում եւ շուտով կարելի է դրական նորություններ ակնկալել եւ մի շարք ամերիկյան եւ ոչ միայն ամերիկյան լրատվամիջոցներ էլ իրենց աղբյուրներին հղում անելով ասում են, որ Միացյալ Նահանգները կարող է պատերազմի մեջ մտնել 72 ժամվա ընթացքում, եթե Ռուսաստանը խախտի Ուկրաինայի վերաբերյալ ապագա խաղաղության կամ հրադադարի համաձայնագիրը, սա հաստատում է կարծես թե նաև ՆԱՏՕ-ն իր ելույթով այսօր Ուկրաինայի ռադայում, այս ամեն ինչը դուք կարող եք ավելի պարզաբանել բոլորիս համար։ Տեսեք, ես մի բան եմ հասկանում, որ եթե Պուտինը այսպիսի պայման ընդունի, ուրեմն իրենց վիճակը շատ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք, ծայրահեղ վատ է։ Մենք գիտենք, որ իրենց մոտ հիմա ռեսուրսներ չի հերիքում, հատկապես այն ցուրտ քաղաքներում, որտեղ սառնամանիք է, խնդիրներ են առաջացել, անձնակազմ չկա, բյուջեները անգամ հաջորդ տարվա համար պակասում է ռեգիոնների համար նախատեսված բյուջեները, դրա 28 թվականի համար փոքրիկ ավելացում են արել, բայց այդ շատ ձևական է, որովհետև իրանք չգիտեն թե դրանից հաջորդ տարի հետո ինչ վիճակում կլինեն։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը իրոք ծանր վիճակում է տնտեսական, Կենտրոնական բանկը փող էր տպում եւ մի հետաքրքիր սխեմաներով փորձում է այդ փողը մի ձև մտցնի շուկա, բայց դրա արդյունքում եղավ ինֆլյացիա շատ բարձր եւ մարդիկ ասում են, բան չի եղավ ինֆլյացիա, դրա համար որտեղ սկսել են փող տպել։ Տարական པարզ բան է, փող են տպում։ Ռուբլին իրականում արժեզրկված է խայտարակ ձևիված, իրանք փորձում են պահել։ Ռուբլին բարձր պահելով դրանով արգելափակում են ներդրումները, բարձր բանկային տոկոսադրույքը բարձր պահելով դրանով կանխում են ներդրումները, գումարը որտեղից պիտի լիներ հիմա։ Չէ, ներքին գոնե ներդրում կարող լինի, կամ օրինակ Վիետնամից։ Հյուսիսային Կորեայից։ Հնդկաստանից, Հյուսիսային Կորեայից, չէ, կարող է։ Հիմա հատկապես հիմա արդեն Աֆղանստանի, այո, հիմա Աֆղանստանի թալիբներին են ուզում բերեն, ուրեմն հնդիկներին եւ աֆղանստանցի թալիբներին ռուս աղջիկներով գայթակղում են, որ բերեն, որ ընթացքում գրպանները մի բան գցեն, տանեն պատերազմի, այդպիսի վիճակ է մոտնել, այդպիսի կասկած կա, պատկերացնում եք ինչա կատարվում։ Ես մի քիչ գիտեք այդ հարցով խորն եմ ուսումնասիրում։ Պատկերացրու, ուրեմն հատուկ ռոլիկներ են նկարում, վիդեոներ փոքրիկ տեսանյութեր են նկարում, որտեղ հնդիկ աղջիկները, հնդիկ տղաները, գիտեք ինչ գեղեցիկ են հնդիկ տղաները սովորաբար, բոլորը գիտեն, ու ասենք կողքը տենց գեղեցկուհի ռուս աղջիկ, ինչ որ տենց ման են գալի, ասում է իմ ընկերուհին է ուրախանում է, գոռում է եւ այլն, կամ ասում է տեսեք սրա հետ ես կոպիտ ասացի եւ այլն, սա հատուկ պրոպագանդիստական նյութեր է արվում, բայց ուր են հասել են, որպեսզի Հնդկաստանում տարածում են, որպեսզի հնդիկ տղեկը ասենց շատ են, մտածում են միլիարդու կես են բան եւ այլ այսպես շարունակ, եւ ակտիվ աշխատում են, տեսան, որ հնդիկների հարցում տենց շատ մեծ հաջողություն միջև էս բաժ չեն, մի դեպ Պուտինը որ գնացել էր Մոդրիի հետ հանդիպման, Մոդի հետ հանդիպման, այն ժամանակ էլ խոսվեց, որ ինքը խնդրել է, որպեսզի հնդկական մտավոր ուժը, պոտենցիալը եւ այլն գան Ռուսաստան, իբր թե պարզաբար խոսքը զինվորների մասին է, բայց ուրեմն հիմա տեսնում եմ, որ մեծ հաջողություն հնդիկների պարագայում չունեն, հիմա աֆղանստանցիներին են փորձում այդ հարցով կան, չգիտեմ, տեսնենք ոնց կստացվի ամենայն դեպս իրենց գաղափարախոսությունը մի քիչ ուրիշ է, տեսեք, այնտեղ ծայրահեղ մուսուլմանական եւ այլն այսպես շարունակ գնալ քրիստոնյաների, որոշները կգնան, ասենք, այդ թալիբներից իհարկե գուցե կռվելու, բայց այնտեղ հազար հարց կա, տարբեր բաներ կա, մի խոսքով չեմ կարծում, որ այդտեղ էլ հաջող են եւ ամենակարևորը տեսեք ինչ կեղտոտություն արեց Պուտինը։ Ուրեմն ասեց, ես Թրամփ ասեց մեկ շաբաթ, չէ, հրադադար։ Ուրեմն ինքը գիտեր, որ 3 ամենացուրտ օրն է լինելու, ասեց չեմ կրակում, միջև ամսի 1-ը, հետո ամսի իբր թե միջև ամսի 1-ը, ամսի 1-ը սպասեց, եկավ ամսի 2-ը եւ ամսի 2-ի լույս 3-ի գիշերը ինքը իրականացրեց իր կեղտոտ գործը, այսինքն ասեց, տեսեք, ես դեռ ասել էի միջև ամսի 1-ը, բայց հələ սպասեցի եւ այլ այսպես շարունակ, բայց ուրեմն պատկերացրեք 1 օրվա ընթացքում 450 շահեդ է ուղարկվել, 71 բալիստիկ եւ տարբեր տեսակի հրթիռներ, բարեբախտաբար Փառք Աստծո նպատակին չի հասել, իհարկե որոշ վնասվածքներ կան, դե Ուկրաինան ամեն դեպքում, ասենք, մեծ երկիր է, բայց ամբողջը չես ծածկի, բայց մեծ հաշվով նպատակին չի հասել, խփել է հենց ուղիղ էներգահամակարգին եւ սա ապտակ էր Տրամփին իրականում, բայց լավ է որ չի հասել նպատակին, մեծ մասը խփվել է, Patriot հրթիռները իրենց փայլուն են ցույց տվել, դրա համար Զելենսկին նաև Ռուտեին ասեց, մեզ դրանցից շատ է պետք եւ այսպես շարունակ։ Հիմա
Պուտինը, որովհետև գիտեք ինչ, Պուտինը այն որ ասում է վերջին ճիգերից փորձում է չոքացնել Ուկրաինայի ժողովրդին, դե հարցումներ են անցկացնում, բայց տարբերություն չկա։ Հարցումներ են անցկացրել, որ արդյոք բան է փոխվել այս էներգա բլեքաութի պատճառով Ուկրաինայի ժողովրդի մտածելակերպում, ոչ միայն թե չի փոխվել, այսինքն իրենք շարունակում են պայքարել եւ պատրաստ են դիմանալ, հա։ Եվ Պուտինը չհասավ ըստ էության իր նպատակին, իսկ մեկ շաբաթ հետո սկսում է տաքանալ, իսկ հետո արդեն գարունը, այսինքն այս տալիել չհասավ իր նպատակներին։ Հիմա այս այն վիճակի մասին է, որ մենք հասկանում ենք, որ ներողություն Արմեն, եթե խոսում ենք ուկրաինական կողմի ցրտի հետ կապված, Ռուսաստանում էլ նույն այո, Ռուսաստանում ավելի ցուրտ է վիճակելուց, այո, հենց այդ է, դե ուկրաինացիները հարմար պատասխանում էին, դրա համար պատկերացրեք որոշ տեղեր ուկրաինական դրոններն են, Բելգորոդը ընդհանրապես հանգցրել են ուկրաինացիները։ Ուղղակի այդ մասին ձեռնտու չէ ռուսական, շատ լավ հիշեցրեցիք ռոպագանդայով խոսումը, բայց նաև կան քաղաքներ, այդ իրենց ցուրտ է, հերո հյուսիսային, չգիտեմ, Սիբիրջներում եւ այլն, որ արդեն իրենց մոտ բնական աղետ է այնտեղ։ Կադրեր են ցույց տալի, որտեղ շենքերը դրսից սառած են, դրսից կադրեր են ցույց տալիս Մոսկվայից, որտեղ տրանսպորտի ներսը սառույց է կապած։ Պատկերացնում եք ինչ վիճակ է։ Այսինքն իրականում իրենք ուզում են ցավացնել հակառակ ժողովրդին, բայց իրանք թքած ունեն իրենց ժողովրդը, այսինքն իրենց ամբողջ նպատակը ուկրաինացի ժողովրդին է ցավ պատճառել, թքած թե իր ժողովրդը չի տարապում։ Իրանք այդպիսի մտածելակերպ ունեն։ Հիմա այո, հասկանանք ինչա, որ այս ամբողջ իրավիճակը ինչի ներկայացրեցի, որ մեր հետևորդները հասկանան ինչու կարող է Պուտինը գուցե եւ ես չեմ հավատում։ Տեսեք, ես այս պահին անկեղծ չեմ հավատում, որովհետեւ այն ինչ որ դուք ասեցիք, հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, ես մի քիչ թերա հավատեմ։ Տեսեք, առաջին սա խաղաղության պայմանագիրը կնքելու դեպքում խոսքը նրա մասին է, որ առաջին հարվածը, առաջին գծում կանգնած են լինելու ուկրաինացի զինվորները։ 12 թե 24 ժամ, այդտեղ չեմ հիշում, 12 թե 24 ժամ եթե չի ավարտվում։ Չէ, 3 փուլ է։ 12 թե 24 ժամ եթե չի ավարտվում բախումները, այսինքն չի կանգնում ռազմական գործողությունները չեն կանգնում, միջամտումը կամավորների կոալիցիան։ Գիտեք, կա այդպիսի կոալիցիա, հա։ Եվրոպացիները հիմնեցին։ Այո։ Կամավորների կոալիցիան ուրեմն իր զորքը որոշակի ներկայություն է փաստորեն պահելու Ուկրաինայում, որը չի կանգնելու առաջի գծում, բայց ներկայ լինելու Ուկրաինայում։ Այնտեղ հետաքրքիր է, որ յուտ են Ուկրաինայում ասեց մեր նավերը, չէ, որ դուք կարտացիք եւ այլն։ Սա գիտեք ինչով է կարևոր, այն օրինակ հետաքրքրական է, փաստորեն ստացվում է, որ եթե պայմանագիրը կնքի, թեկուս, այսինքն Սև ծովը վերցնում է ՆԱՏՕ, այսինքն ՆԱՏՕ երկրները վերցնում են իրենց տիրապետության տակ Սև ծովը, հասկանում եք ինչ տեղի ունեցա, Օդեսան եւ այլ այսպես շարունակ։ Այսինքն Պուտինը ընդհանրապես տոտալ տապալվում է, դրա համար ես չեմ հավատում այս ամեն ինչին։ Մի քիչ որ Պուտինը կամ էլ վիճակը սարսափելի վատ է, արդեն տեսեք 3 անգամ հետաձգվեց բանակցությունները, 1-ին պտիլներ, հետո 4-ին 5-ին, հիմա 5-ին 6-ին, այսինքն տեսեք ինչ է տեղի ունենում։ Իրենք ասելիք չունեն իրականում։ Ասելիք չունեն, իրենք փորձում, իրանք զգում եք որ ինչ որ ցայտնոտային վիճակամոտները։ Հիմա եւ եթե կամավորների կոալիցիան միանում է եւ պատերազմը չի ավարտվում էլի 72 ժամ հետո ինչա տեղի ունենում, այո, ամերիկյան զորքերը մտնում են պատերազմի մեջ։ Ամերիկան մտնում է պատերազմի մեջ եւ սա հստակ պետքա գրվի որպես պարտականություն եւ պետքա կոնգրեսով հաստատվի, որպես դաշնակցային պարտականություն։ Սա երաստիճան, այո, մենք կարող ենք ասել, որ կարող է լինել ավելի իդեալական, օրինակ միանգամից ամերիկյան զորքերը կանգնի, կամ միանգամից, բայց ասում եմ ունենք այն ինչ ունենք եւ հետեւաբար ես Տրամփը միշտ ասում էր, որ մենք զորքեր չենք։ Այո, բայց ստացվում է, որ Տրամփը գնացել է, զիջել է, գնացել է կոմպրոմիսի եւ սա էլ վատ տարբերակ չի կարծում եմ։ Գնանք գովազդային դադարի, կշարունակենք գովազդից վերադառնալուց հետո։ Քոտոնը սկսվում է այստեղ, Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն, վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը, հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի, համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին, անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ, սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, գովազդից առաջ խոսում էինք Ռուսաստանում իրավիճակի մասին եւ ռուս-ուկրաինական իրավիճակի մասին նաեւ։ Մի բան եմ ուզում հիշենք, նավթի առումով Ռուսաստանում իրավիճակը գնալով վատթարանում է նաեւ այն իմաստով, որ Մոդին համաձայնեց Թրամփի հետ տարիֆների դիմաց Ռուսաստանին
Ռուսաստանից նավթ չգնել։ Սա էլ ավելացավ։ Տեսեք, այստեղ մի հատ հետաքրքիր հանգամանք կա, բայց Պեսկովը ոնց որ թե ասել։ Պեսկովն էլ այո, այսօր հայտարարեց, որ Հնդկաստանը մեզ դեռևս չկար։ Հնդկաստանը մեզ չի տեղեկացրել այդ մասին։ Բայց ուրախալի նորություն կա, ինչ ասել Մոդին այսօր։ Մոդին այդ երեք իրենց համաձայնության արդյունքում ինքն էլ պատասխան հրապարակեց տեքստը, ասում էր միլիոնավոր ժողովուրդը միլիոնների հասնող, քանի միլիոնը չեմ հիշում, եւ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Թրամփին, 1.5 միլիարդ այսպիսի հնարավորության համար տարիֆները իջեցնելու։ Այո, տեսեք, տարիֆները 25 սահմանել էր, հետո գումարես մի հատ 25, ուրեմն մի հատ 25, ընդ որում ամերիկանի տարիֆներն էլ զորայացնում է եւ ինչ որ որոշակի ապրանքներ պարտավորվում է ընդունի, ինչքան հասկանում եմ։ Ներմուծող ապրանքների համար շատ չէ, բայց պարտավորվում է համաձայնության են եկել ինչով Հնդկաստանը չպետք է գնի ռուսական նավթ, պետք է գնի, այսինքն հիմնականում Տրամփը համաձայնել է, ասել է լավ չէ զում մի ընդունի ինչ որ բան, մենակ վենեսուելական նավթը գնի ինձնից եւ ամերիկյան։ Եվ քանի որ հնդկական ընկերությունները վերցնում էին ռուսական շատեժան նավթը, իսկ դիսկաունտով իրանք ծախվում էին մոտարապես 22-ից 29 դոլարի էր հասնում, մեկ $22 էր արդեն հասնում, որտեղ հատկապես երբ որ արդեն վաճառող չի գտնում, հատկապես սանկցիաների տակ գտնվող տանկերը արագ ազատվում էին նավթից եւ հնդիկները առնում էին, շատ խելացի են հնդիկները։ Վերամշակում էին, սարքում էին պատրաստի ապրանք, օրինակ բենզին, դիզել, չգիտեմ, եւ վաճառում էին Եվրոպային եռակի տանկերը, որտեղ շատ էժան էին առնում այդ նավթը եւ այսպես շարունակ, հա։ Հիմա վենեսուելական նավթը մենք ինչպես գիտենք շատ թանկ չի, այսինքն համատած այսպես Տրամփը կարա դիսկաունտներ անի, որտեղ արդեն Իրանն է ինչ ուզում անում, էլի ասեցին, չէ, ինձ Դելսի Ռոդրիգեսը շատ դուր է գալի։ Արդեն դեսպանատուն են։ Անտիրա շատ դուր է գալի, նավթը տվել է ինչ ուզում անում, եւ այլն։ Հիմա սենց է խնդիրը, տեսեք։ Սա հարված է Ռուսաստանին, որտեղ Հնդկաստանը խոշոր ներկրողներից մեկն է, երկու խոշոր ներկրող էր Չինաստանն ու Հնդկաստանը։ Հիմա Իրանի հետ կապված է Չինաստանի վիճակը վատանում, որտեղ հիմա տեսեք Չինաստանը կրկնակի ուրեմն հարվածի տակ է ու որքան կներեք կարող է սխալ եմ հասկացել, բայց որքան հասկացա, այդպես ականջի փոչով լսեցի, ոնց որ թե Չինաստանը մեղմացրել է տարիֆների հարցումի դիրքորոշումը Միացյալ Նահանգների նկատմամբ։ Տեսեք, ինձ համար զարմանալի է, ես տնտեսագետ չեմ, բայց հետևելով ամերիկյան հատկապես դե ճիշտ է Fox News-ը մի քիչ պրոպագանդիստական ալիք է, բայց այնտեղ օբյեկտիվ տարեր կան, այսինքն ամեն դեպքում ամերիկյան լրատվամիջոցներում կան օբյեկտիվ տարեր եւ անգամ ուրեմն մարդիկ կան, որ Fox News-ով խոսում են չեն համաձայնվում Տրամփի հետ, հա, իհարկե դա հազվադեպ է լինում, ասենք բայց լինում է։ Հիմա տնտեսագետներ կան, Չինաստանով զբաղվողներ կան, որոնք փորձում են օբյեկտիվ գնահատականներ տալ, հա։ Չինաստանի մեջ վտանգ տեսնելով, բայց նաև անընդհատ պնդում են, որ Չինաստանի տնտեսությունը լավ վիճակում չի հիմա։ Եվ հիմա տեսնենք, այսինքն Իրանի հետ կապված հարվածի տակ կանգնելու Չինաստանը կրկնակի հարվածի տակ կանգնում համ Ռուսաստանով, համ Իրանով։ Իսկ եթե հիմա Պուտինն չստորագրի, խնդիր առաջանալու։ Մենք գիտենք, որ ապրիլին այցելելու է, պետք է որ տեսնենք ինչ կլինի։ Հիմա բացի դրանից մի հետաքրքիր հանգամանք էլ հաշվի առեք։ Թրամփը հիմա ձգում է իրականությունը այ, որ ինքը այդ processing-ը անող գործարաններ է կառուցվում հիմա մի քանի երկրներում, մասնավորապես հատկապես Ավստրալիայի հետ գիտեք կնքեց այդ պայմանագիրը, որ շատ կարևոր էր։ Թրամփը ուզում է 1-2 տարվա ընթացքում ամենաշատը ազատվի processing-ի կախվածությունից, հազվագյուտ մետաղների processing-ի կախվածությունից, այսինքն վերամշակում ասենք գերի, որ դե ովքեր որ Հայաստանում դիտեն իմանան, որտեղ ավելի բարդ process-ը Չինաստանը մենաշնոր ունի գրեթե վերամշակման մեջ, գրեթե մենաշնոր ունի, հա։ Հիմա այս իմաստով տեսեք Ռուսաստանի նավթային եկամուտները կրկնակի պակասում են, դուք շատ ճիշտ նշեցիք, կրկնակի կարող են այս տարվա մեջ պակասել, այսինքն պակասածից էլ մի հատ էլ կրկնակի պակասեն, եւ քանի որ դրանք բյուջեի խնդիր են, աղետ է լինելու։ Իդեպ 20-րդ փաթեթն էլ կընդունվի հեսա կարծում եմ փետրվարի, այո, պատերազմի 4-րդ տարելիցի առումով Եվրամիության, այնտեղ բանկերն է թիրախավորվում, գիտեք, որ այս տարի հրաժարվում են ուրեմն հեղուկ գազից, հաջորդ տարի հրաժարվում են արդեն մինչև 27 թիվը կհրաժարվեն գազատարային գազից, այնտեղ Ոռնում է Ֆիցոն ու Օրբանը, մի խոսքով բազմաթիվ հետաքրքիր բաներ է տեղի ունենում։ Ես հիմա չեմ ուզում շշուկներ ասել ինչա տեղի ունի, այսինքն հասկանալի չէ, մենք պատկերավոր ներկայացրեցինք ինչա Ռուսաստանի վիճակը, որտեղ Ռուսաստանը սրա համար չէր մտել պատերազմի, սա իր համար տոտալ պարտություն է։ Անկամ ես ասում եի, եթե Դմիտրիևի են 28 կետանոց Վիտկոֆի հետ ամենաառաջի պլանն էլ ընդունեին, որը вообще ընդհանրապես զերծ չէր Ուկրաինայի համար, դա էլ էր պարտություն Ռուսաստանի համար։ Իսկ էս մեկը, որ ուկրաինացի կահագին հետ բերեցին, ահագին աշխատեցին վրան, ընդհանրապես ռուսների համար ձեռնտու չի, որտեղ իրանք դրա համար չէին մտել։ Եթե իրենց զետնիկները ասում են, որ եթե մենք Ուկրաինան չվերցնենք, դա մեր կործանման սկիզբն է։
Եթե մենք հիմա Ուկրաինան չվերցնենք։ Լավագույն դեպքում կարող ենք մի 2 տարի դադար վերցնենք ու նորից շարունակենք, բայց եթե մենք Ուկրաինան չենք վերցնում, դա մեր վերջն է, հա։ Դրա համար տեսնենք համենայն դեպս, հա, եւ մի բան էլ, որ այդ Դոնբասի հետ կապված պատմությունով ասում, ես փոքր-ինչ կասկածում եմ, որ Զելենսկին հիմա այտենց խոսում են, մտածում են, որ կարող է Դոնբասը զիջելը։ Այնտեղ զիջելու մասին չի խոսքը եւ պատահական չէ, որ նրան Թրամփը այսօր հիշատակեց ազգերի Միացյալ ազգերի կազմակերպությունը։ Ես մտածում եմ, այնտեղ ազատ տնտեսական գոտի են ուզում ստեղծեն, ինչ-որ ֆորմատ, որտեղ Զելենսկին ասաց, ես իմ ժողովրդին չեմ զիջի։ Դրա համար եկեք մի քիչ համբերենք, ես չեմ կարծում, որ այնտեղ թույլ են տալու, այնտեղ ամրացվա գոտիները, տեսնենք ինչ ֆորմատով, չի բացառվում, որ ինչ-որ խաղաղարար ֆորմատ ընտրվի այնտեղ, բայց տեսնենք, ամենապես այն ինչ որ հիմա ասվում է, դեռևս իմ հավատը չի գալիս, որ Պուտինը կընտրի, որտեղ սա իր համար տոտալ պարտություն է։ Լավ, շնորհակալություն, իսկ իրադարձությունների զարգացմանը հարգելի հեռուստադիտողներ, հետևեք ARTN-ի եթերում, թե տեղեկատվության միջոցով, թե նաև իհարկե վերլուծությունների կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։